Սիրելի ժողովուրդ, լսում եք բոլորը ձայնս, բոլոր տեղեր լսվում է, իսկ կա հնարավորություն մի քիչ հետ բերել մեքենան։ Ասիկ կարային այստեղ կանգնեին, որ Ժողովուրդ ջան, այսօր իրականում շատ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել, 3 այսօր, եւ այդ իրադարձությունների շարքը իրականում սկսել է հետեւյալից, որ ինչ-որ խմբեր, ինչ-որ խումբ, ուրեմն սև դիմակներով, իմիջիալոց տեսել եք այդ տեսանյութը, ուրեմն սև դիմակներով, զենքը ուսներին, դրել են և սպառնալիքներ են տեղում այդ պատերազմի հորձանուտի մեջ։ Հիմա շատերը լրագրողներն էլ էին հարցնում, ասում էին, բայց ինչից եք ենթադրում, որ այդ դիմակավորվածները կապ ունեն պատերազմի եռագլուխ կուսակցության հետ։ Իսկ մենք մի հետևություն ենք անում, ճշգրիտ խոսում են այն, ինչ որ խոսում է Ռոբերտ Քոչարյանը, ինչ որ խոսում է Կալուգացի օլիգարխը, ինչ որ խոսում է ԲՀԿ-ամետ, Բելարուսամետ օլիգարխը, այսինքն հասկանում եք, նույն քաղաքական նարատիվն են նրանք առաջ տանում, որ ինչ որ մեկը չէ, ես Ղարաբաղը ծախել եմ, հետևաբար ժողովրդի, եթե ծախել ենք, ուրեմն նախ, այսինքն անարդարության այդ զգացումն է գեներացվում, որպեսզի հանրային կարծիքը մղի դեպի այն, որ մենք պետք է գնանք Ղարաբաղը հետ բերենք։ Սա ինչ է նշանակում, սա նշանակում է նոր պատերազմ։ Ուրիշ տարբերակ չկա, ժողովուրդ ջան, ես ասել եմ հետևյալը, եւ ելի ասում եմ հետևյալը։ Ղարաբաղի շարժումը չպետք է շարունակվի, որովհետեւ դա նշանակում է, որ մենք հետ ենք գնում կոնֆլիկտի տրամաբանության մեջ, չկա ուրիշ տրամաբանություն։ Եվ այսօր այն մարդիկ, ովքեր գալիս են փողոցներում, հոխորտում են, բաներ են խոսում, կարող է կոպիտ հնչի իմ ասածը, բայց ես կարծում եմ այդ հարցը պետք է հնչի։ Ղարաբաղի պսևդո-էլիտայի ներկայացուցիչներ արական սեռի։ Դուք ստեղ լեզու թռչելուց առաջ պետք է բացատրություն տաք, թե դուք ինչի եք այստեղ եւ ինչի եք կենթանի։ Ինչ եք կենթանի միատել եկել եք 5000 զոհի։ Թեմա եք բացում եւ պտտում եւ զարգացնում, իմանալով, որ ձեր ասածը չի համապատասխանում իրականությանը։ Այդ մարդիկ ի վերջո պետքա իջնեն Հայաստանի ուսերից, ժողովուրդ։ Այդ մարդիկ պետքա իջնեն Հայաստանի ուսերից։ Չի կարելի։ Եվ մենք ի վերջո վերջին 2 տարվա ընթացքում հենց այդ պրոցեսն ենք արել։ Մենք Ղարաբաղի կոնֆլիկտը այո հայհոյանքներ ուտելով, այո սպառնալիքներ ստանալով, այո շատ բարդ ճանապարհ անցնելով, բայց մենք Ղարաբաղի կոնֆլիկտը իջեցրել ենք Հայաստանի ուսերից եւ Հայաստանի Հանրապետության համար նոր հեռանկարներ, նոր ճանապարհներ, նոր ծրագրեր ենք բացել։ Եվ մենք պետք է հստակ շարունակենք գնալ այդ ճանապարհով։ Եվ ընդ որում, մենք խոսելով խաղաղության մասին, ոչ մի րոպե չենք մոռացել ու չենք մոռանում անվտանգության մասին։ Մենք ոչ մի րոպե չենք մոռանում, որ Հայաստանը պետք է ունենա պաշտպանունակ բարձր մակարդակի բանակ, որովհետև պաշտպանունակ բանակ չունենալը նշանակում է լինել գայթակղիչ ցանկացած ագրեսիայի համար։ Մենք չենք կարող դա թույլ տալ։ Ինչ բարեփոխումներ ենք մենք արել բանակում, այո, այդ թվում պարտք ենք վերցրել, ժողովուրդ ջան, պարտք ենք վերցրել։ Ինչ ենք պարտք վերցրել, որովհետև փողը շատ է պետք եղել ու միանգամից։ Պարտք ենք վերցրել։ Եվ ընդ որում այդ պարտքը միջազգային ստանդարտներով Հայաստանի Հանրապետությունը համարվում է ցածր պարտքային բեռ ունեցող երկիր։ Այսօր իմիջիալոց, որ պարտքի մասին խոսում են, այսօր Հայաստանում մոտավորապես 50,000 ընտանիք
բնակարանա ձեռք բերել նոր կառուցված տներում։ Այդ բոլոր ընտանիքների պարտքը 8-ից 10 անգամ աճել է, որովհետև իրանք հիպոթեք են վերցրել, որը պետք է փակեն։ Բայց այդ ընտանիքի անդամները իրար քաշքաշ են անում այդ պարտքի համար։ Ոչ, հասկանում են, որ դա իրանք ներդրում են արել իրանք ընտանիքի բարեկեցության մեջ։ Նույն կերպ մենք ներդրում ենք արել, մենք անում ենք երկրի բարեկեցության մեջ։ Ես հույս ունեմ, ժողովուրդ, որ դուք բոլորը մայիսի 28-ին կգաք Հանրապետության հրապարակ։ Դուք կգաք եւ կտեսնեք, որ հիմա մենք ունենք բոլորովին նոր որակի բանակ, Եվ ուզում եմ ասեմ, որ շքերթին քայլելու են նաև պաշտպան հայրենյաց ծրագրի անդամ հանդիսացող զինծառայողների խումբը, պաշտպան հայրենյաց են ծրագիրն է, որ 18 տարեկան զինծառայողները գնում են 6 ամիս վերապատրաստվում են, պայմանագիր են կնքում եւ դառնում են պայմանագրային զինծառայող, եւ եթե նախկինում իրանք ծնողները իրանք շոր են ուղարկում, սնունդ են ուղարկում, այսօր այդ տղեկը կապված իրանք ատեստավորման տոկոսի հետ 300,000, 400,000, 500,000, 600,000 դրամ փող են տանում իրանց տները, իրանց ընտանիք են պահում բանակում ծառայելով։ Եվ ավելին ասեմ, մարտական հերթապահությունից դուրս գնում են իրանց տներում են քնում։ Եվ մենք այս հնարավորությունը բացել ենք Հայաստանի բոլոր երիտասարդների զորակոչիկների համար, ներառյալ Երևանի զորակոչիկների համար։ Մենք ժամկետային զինծառայության ժամկետն ենք կրճատել 1.5 տարի դարձնելով։ Հիշում եք 2021 թվին, երբ որ մենք այս նախընտրական խոստումով հանդես էին գալիս, մեզ ասում են ոնց եք անելու, այս անհետ բանա, չի կարա տենց բանը լինի։ Այսօր փաստ է, որ դա տեղի է ունեցել։ Եվ դա անշրջելի է։ Ավելին ասեմ, 2026 թվից, այս տարվանից, Վազգեն Սարգսյանի անվան, ռազմական ակադեմիան ավարտող, նշանակում ստացող եւ բանակում ծառայության անցնող բոլոր սպաները բնակարան են ստանալու պետությունից եւ բնակարանային հարց չի առաջանալու։ Եվ ընդհակառակը 2000-ականների սկզբից մոտ 2300 երկարամյա զինծառայության թոշակի անցած սպաներ կան, զոհվածների ընտանիքներ կան, որոնց նկատմամբ պետությունը ունի բնակարանային պարտավորություն, եւ այդ պարտավորությունը տասնյակ տարիներով կուտակվել է եւ չի լուծվել։ Մենք ընդամենը մի քանի շաբաթ առաջ կառավարության որոշում ընդունեցինք եւ 4 տարվա ընթացքում բոլորի բնակարանները տալու ենք եւ այդ հարցը նույնպես փակելու ենք։ Այսօր բանակում 700,000 աշխատավարձ վարձատրություն ունեցող զինծառայող կա։ Եվ սա է մեր պատկերացրած բանակը։ Եվ այո, մենք ասում ենք, եթե մենք չմնանք մեր միջազգայինորեն ճանաչված այս տարածքի վրա, մենք անընդհատ կորցնելու ենք մեր ազատությունը կոնֆլիկտի մեջ, որովհետև կոնֆլիկտի մեջ մենք անընդհատ ստիպված ենք լինելու գնալ աջ ու ձախ եւ օգնություն խնդրել, եւ դարձը այդ չի, մեզ անհրաժեշտ պահին այդ օգնությունը չեն տալու, մեզ բոլոր կողմերից դուխ են տալու, ասելու են գնացեք հետները տենք, իսկ անհրաժեշտ պահին չեն լինելու մեզ հետ, այն ինչ մեր պատմության մեջ տեղի է ունեցել մի քանի անգամ ավարտվելով մեծ ողբերգությամբ։ Մենք այդ ամեն ինչը առերեսվել ենք եւ որոշել ենք, որոշումներ ենք կայացրել, որ Հայաստանի Հանրապետությունը մակարման եւ գոյատևման օրակարգից դուրս բերենք եւ դնենք զարգացման օրակարգի մեջ։ Եվ այսօր Հայաստանը պետությունական երբևէ, անկախական երբևէ, անվտանգական երբևէ, ինքնիշխանական երբևէ եւ դրա առիթով շնորհավորում եմ բոլորին, ժողովուրդ ջան։